Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես մեր երկիրը դուրս է բերվել թակարդից։ Ազգային ժողովում կառավարության կատարողականի մասին զեկույցի վերաբերյալ քննարկումից հետո ամփոփիչ ելույթում հայտարարել է վարչապետը։ Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև հայտարարել է ապօրինի գույքի բռնականցման գործով նախադեպային որոշման մասին։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև 3 հրապարակված աղմկահարույց ձայնագրությունից եւ առաջիկա ընտրություններից։ Գալ ժողովրդին ասել շունուշանգյալ, ժեղ, բոշա, հետո սկսել ասել, ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, կներեք իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերը առավել բացված ներկայացնենք, մենք իրոք հաղթահարելու ենք այս նախկին ներկա բանավեր, փաստորեն ես հասկացա, որ մենք 300 դպրոց չենք կառուցում։ Ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում։ Հա, որ մենք դպրոց փակում ենք, բա այդ գիտեք ինչ, այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրանք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, երբ են եղել այդ դպրոցներում։ Այդ դպրոցներում, այդ այսպես կոչված դպրոցներում։ Բայց այդ դպրոցները, այսպես կոչված դպրոցները իրանց պետք է, որովհետև իրանց պետք է, որ այդ մեր երեխեքը այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուր կլնեն, որ արդյունքում այդ երեխեքի շալվար ունենալու հույսը իրանց վրա լինի, ընտրակաշարք բաժանողներ էին, ընտրակաշարքի բանը, որ վերջում էլ, մի հատ ասենք, ենթադրենք բան են, ադնարազովիս շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն, արա, այ բոշեք, այ լնգուլավազներ, այսպես կոչված ավերակներ իրանց պետք են, որովհետև այդ դպրոցից դուս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա ալնի, որ իրանց բրիգադներում, կալուգաներում և տարբեր տեղերում ավտոների, վագոնների տակ քնելով, ամիսներով չլողանալով, բա այդ երեխեքը գիտեք ինչ են սպարծիվկով, որովհետև դուք իրանց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարծիվկով, որ իրանք գնան օտար երկրներում ձեզ ծառային մի բառ ռուսերեն դաժե չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ դաժե առանց ձեր թույլտվության ոչ կարենան շնչեն, որ արտաշնչեն, որ վերջում էլ այդ երեխեքին ասեք, այ ինչ բան, շունուշանգյալ և ժեղ, բա իհարկե պետք են, բա լեկեք գնանք մեր կառուցած դպրոցը, այդ մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան, դուք ընդհանրապես շանս չունեք այն հասարակության մեջ, որը ձևավորվել է, բա մանկապարտեզ չեն, մանկապարտեզները սերունդը ցեխերի մեջ է մեծացել, ցեխերի մեջ բառից բուն իմաստով, բա դուք պետք է ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք ասեք շունուշանգյալ, որովհետև այն երեխեքը, որը այսօրվա մեր կառուցած մանկապարտեզ են մտնում և այսօրվա մեր կառուցած դպրոց են մտնում, այդ դպրոցից դուրս եկող երեխեքի հարությունում դուք շանս չունեք, դուք բացի շունուշանգյալից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարա ունենաք, դուք ընդհանրապես ով եք, ես այդ պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիչներին, դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում, դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխեքին ցեխերի մեջ պահեք, այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն և շալվար ունենալու շանս չունեն, էսա ձեր կառուցած և ձեր երազած հարությունը։ Մի հատ էլ Պարոն Օհանյան, եկել եք այս ամբիոնից ասեմ բան եք, հանրությանը կոչ եք արնում։ Հազար ներողություն, ձեր կոչը ում է հետաքրքիր ընդհանրապես։ Ձեզ կոչ
Կոչը որևէ մեկին, որ հետաքրքիր էր ձեր գոնե ձեր քաղաքական ուժը իր ցուցակում որևէ ձևով կներառել։ Ես դες խնդրում եմ անընդհատ կոչ արեք հանրությանը։ Անընդհատ։ Այնքան շատ կոչ անեք, այնքան ավելի ձեր քաղաքական ուժի խորհրդարան չանցնելու շանսերը մեծանալու է։ Այդ ոդկասթը, որ բան են անում, ընդհանրապես էդին նվերա, ո՞նց անենք մի քիչ շատ անեն։ Ո՞նց անենք մի քիչ շատ անեն, որովհետև ինչքան շատ անեն, այնքան իրանց խորհրդանում հայտնվելու շանսը փոքրանալու է։ Ասում են, ինչ ես ասե, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես մեր կուսակցության համաժողովում մի անգամ այդ թեմային չէ, մի անգամ մեր կուսակցության համաժողովում մի անդրադարձել եմ, բայց կա նաեւ մի իրողություն, հարգելի գործընկերներ։ 94 թվականից, 95 թվականից փաստացի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Ու այդ կետը եղել է փակուղային կետ։ Եվ հիմա էլ նոր բան, այս մարդիկ տենց էլ բան չարին։ Եկան մի հատ քննիչ հանձնաժողով, չգիտեմ, այս կբացահայտենք, Ղարաբաղի հարցի բանակցային թղթերը։ Հրապարակեցին Ղարաբաղի հարցի։ Հիմա էլ ընկել են բանը քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ասենք ձեզ պարզ չի էսա, էդ էլ է, ինչ-որ ձևով պետք է հրապարակվի։ Ասենք այդ փոսխին անդադին չեք կանգնում։ Այո, մենք այդ մարտահրավերի հետ առերեսվել ենք։ Բայց 30 տարի, անկախության 30 տարի, ամբողջ պետական համակարգը աշխատել այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, ու սկսել ենք հարցեր տալ, ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից, ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները, ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք, որ պետք է այդ թակարդից դուրս գալ, որովհետև եթե թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք։ Թուրքիան հետևողականորեն առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց դա անում է Ադրբեջանի հետ համակարգված։ Այս մասին Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Անտալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։ Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։ Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավը լինեն։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված, ասել է Էրդողանը։ Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Արձանագրվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման շրջանակում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական գործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն են հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոկին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակման կարևորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին։ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է Հայաստանի ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում, նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ։
Իսկ նախորդին Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Ազգային ժողովի նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ։ Ելույթում Ալեն Սիմոնյանը խոսել է Վաշինգտոնյան համաձայնագրի մասին, նշել, որ պատրաստ են խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է TRIP նախաձեռնությանը Հայաստան-Ադրբեջան առևտրին, բայց միևնույն ժամանակ մատնանշել է նաև մարդասիրական խնդիրները, որոնց լուծման դեպքում է հնարավոր իրական հաշտեցում։ Միևնույն ժամանակ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Հարգելի գործընկերներ, հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով։ Եվ ովքեր են հաջորդ սերունդները։ Նրանք մեր երեխաներն ու թոռներն են։ Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց, թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։ Շնորհակալություն։ Խորհրդարանը շարունակել է աշխատանքը, ազգային ժողովի փոխոսնակը երկու փաստաթղթով է մոտեցել ամբիոնին։ Մի ձեռքում կառավարության 2025 թվականի կատարողականի զեկույցը, մյուսում ընդդիմության ծրագիրը 004 շրջաբերականը։ Ռուբեն Ռուբինյանը կարդացել է 2022 թվականին ընդունված 004 շրջաբերականից հատված, ըստ ազգային ժողովի փոխնախագահին նշվում է, որ Ղարաբաղում պետք է փոխել իշխանությունը, այնպես անել, որպեսզի եթե երաշխավորը որոշի Ղարաբաղը ենթարկեցնել իրեն, նաև Հայաստանն ուղիղ ենթարկեցնի իրեն, որովհետև ժամանակակից աշխարհում ինքնիշխանությունը չափազանց մեծ ճոխություն է հայ ժողովրդի համար։ Ըստ այդմ Ռուբեն Ռուբինյանը եզրակացնում է, որ այս գործընթացում առաջին քայլը Ղարաբաղում իշխանություն փոխելն էր, եւ դա արվեց 2023-ին, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից հետո ընդդիմությունը ծրագրում էր մի բան, բայց ստացվեց Ղարաբաղի հայաթափում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ելույթում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին մասնակից 3 ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակներին եւ այդ թիմերի վարչապետի թեկնածուներին։ Ընդդիմությունն էլ արձագանքել է։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն նաև ենթադրում են անկախության աստիճանի որոշ նվազում։ Ես չգիտեմ ով ասա գրել, բայց մենք քաղաքականապես կտրելու ենք այս գրողի ձեռքը, որ ինքը sense հիմար մտքեր էլ չկարողանա գրել։ Իսկ ո՞նց ենք կտրելու։ Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը, եւ պարոն Մինասյանին շնորհակալ եմ, այստեղ մարդը անկեղծ, իրական ես պետքա խոստովանեմ եւ ես ընդհանրապես չեմ երեսպաշտություն չեմ անում, անկեղծ եմ ասում։ Արծվիկ Մինասյանը իմ սիրած դաշնակցականն է բոլոր ժամանակների։ Որովհետեւ մենք մարդը ազնիվ է, մարդը ստեղից եկավ, ասեց Ժորժ ջան, մենք բոլորս իրար հետ ենք։ Սամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ։ Մարդը ազնիվ է, որովհետեւ ինքը ուրիշ որոնք միակ ազնիվ մարդն է, որովհետեւ ինքը չի կարող ասել իրար հետ չենք, որտեղ ինքը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նախարար աշխատել, այդ նույն ընթացքում Սամվել Կարապետյանի հարազատ եղբայրը այստեղ նստած էր որպես ՀՀԿ խմբակցության падգամավոր, դրանից առաջ էլ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, Քոչարյանի խմբակցության անդամ է, այն ինչ խնդիր կա ասենք։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ նրան, թե ինչ են ուզում անեն հիմա մեր ընդդիմադիր գործընկերները։ Տեսեք, պարոն Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը ինչ հետաքրքիր ելույթ ունեցավ։ Եկավ սկզբից պնդեց, որ իրենց ընտրվելու դեպքում պատերազմ չի լինելու։ Հետո դրանից մեկ բառ հետո հիմնավորեց, թե ինչու է իրենց ընտրվելուց հետո պատերազմ լինելու։ Որտեղ պարոն Խաչատրյանը, անդրադառնալով նախաստորագրված խաղաղության պայմանագրին, ասաց դե հաստատված ոչ մի թուղթ չկա։ Ինչով ապացուցեց։ Դուք ասացիք դե հաստատված վերջնական ոչ մի թուղթ չկա։ Ինչով դուք ապացուցեցիք մեր պնդումն առայն, որ դուք, եթե գաք իշխանության, դուք պատրաստվում եք վերաբանակցել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, այսինքն եթե պատկերացնենք այն մղձավանջային սցենարը, ըստ որի դուք Կալուգացի օլիգարխի Զարմիկը եւ Քոչարյանը եկել եք իշխանության, չգիտեմ, կոալիցիոն համաձայնագիր եք կնքել, Քոչարյանին էլ ընտրել եք վարչապետ, ինչ եք անելու։ Անդրանիկ Քոչարյանին չէ իդեպ, Ռոբերտ Քոչարյան։ Հա։ Ինչ եք անելու։ Դուք նախ հայտարարելու եք, նախ մի հատ Պարոն Խաչատրյան,
Չեք զգում, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում եք։ Դուք եք խանգարում զեկուցողին, ուրեմն դուք եք խանգարում եւ ձեզ նախազգուշացում եւ խնդրում եմ այլևս չընդհատել զեկուցողին։ Պարոն Քոչարյան, խնդրում եմ չարձագանքել։ Շնորհակալություն։ Այդ մրձավանջային, այդ դժոխային սցենարում ի՞նչ է տեղի ունենալու։ Դուք, պարոն Խաչատրյան, հստակ մատնեցիք ինչ է տեղի ունենալու։ Դուք գալու եք, ասելու եք, դե քանի որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, ստորագրված չի, մենք այդ տեքստը չենք ընդունում։ Իշխան Սաղաթելյանն էլ ձեր դաշնակցության ժամանակին ասում էր դա հայանպաստ չի, Արմեն Ռուստամյանն էր ասում, ոչ մի հայանպաստ բան չկա։ Ասելու եք մենք վերաբանակցելու ենք։ Այլ կերպ ասած, դուք չեղարկելու եք Վաշինգտոնյան խաղաղության հռչակագիրը, որտեղ այդ հռչակագրի կոնտեքստը ինչից էր։ Հիշեցնեմ էլի, Վաշինգտոնում ստորագրվել է խաղաղության հռչակագիր, նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր եւ նաեւ հռչակագրի շրջանակներում ամրագրվել են մի շարք պայմանավորվածություններ, որ Հայաստանն ու Ադրբեջանը աներկբայորեն ճանաչում են, վերահաստատում են ճանաչումը միմյանց տարածքային ամբողջականության Ալմատայի հռչակագրի հիման վրա, բ. սկզբունքներն են ֆիքսում ԱՊԱ շրջափակման տարածաշրջանային ենթակառուցվածքների, մեզ հայտնի շատ հայանպաստ սկզբունքների ներքո, հայ-ամերիկյան էլ թրիպ նախագիծ է լինելու։ Դուք գալու եք իշխանության, ասելու եք այս ճարտարապետությունը եւ հիշեցնեմ, այս վերջին 8 ամիսը նկատած կլինեք, սահմանին ոչ մի կրակոց չկա։ Այդ ուղղակի այդպես չի, էլի, այդպես է, որովհետեւ Վաշինգտոնում մենք խաղաղության հռչակագիր ենք ստորագրել։ Դուք գալու եք, ասելու եք, այս խաղաղության ճարտարապետությունը ազգային չի, ազգանպաստ չի, ազգանվեր չի, քոչարյանական չի, ուժեղ չի, իրական չի, ազնիվ չի, պարկեշտ չի։ Եթե դուք հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, իսկ դուք ասում եք, որ հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ Եվ այս ժողովուրդը պետք է կատարի այդ ընտրությունը, պետք է կատարի ընտրություն, պատերազմի եռագլուխ, բայց պարոն Մինասյանն էլ է ճիշտ ասում, բազմագլուխ, որտեղ այնտեղ մանր-մունր դեմքեր էլ կան, տենց պատերազմի տենչացողներ։ Եվ խաղաղության կուսակցության միջև։ Եվ օգտվելով առիթից, որ դուք ինձ ընդհատեցիք եւ հետեւաբար ես մի քիչ ավել ժամանակ կունենամ, ուզում եմ երկու բառեր խոսեմ ընտրակաշառքի մասին, էլի։ Ժորժ, դուք մեծագույն, ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն եք այս պահին։ Հիմա ուժերից մեկը, որը մասնակցում է ընտրություններին, բռնվել է մի քանի անգամ, հասկանում եք, մի քանի անգամ բռնվել է ընտրակաշառք բաժանելու վրա, ասելիք չունեք։ Ես գիտեք ինչից եմ, բայց կարող չպատասխանել, պարզ որ ասելիք չունեք, ասենք ձեր գործընկեր Արամ Վարդևանյանը իրենց երկրորդ համարն է, Քոչարյանի փաստաբանը Կալուգացի օլիգարխի փաստաբանն է։ Ընդհանրապես ինձ թվում է, պարոն Վարդևանյանը որոշել է բան անել, անցնել Ալ Պաչինոյի համբավը որպես սատանայի փաստաբան։ Մի հատ ուղղակի նայեք այս պահին, քա դաշտում առաջադրված 3 այդ եռագլուխ կուսակցության այդ 3 գլուխներին որպես այդպեսին, այդ 3 ուժերին։ Առաջին ուժը իրանք են որպես այդպեսին։ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որը առաջադրված է որպես վարչապետի տեխնացու, այնտեղ ֆանտասմագորիայի ժանրի ցուցակով իհարկե, որտեղ օրինակ են ժողի ինստիտուտի դեպքերով հայտնի Սաքուլիկը, եթե կհիշեք, պարոն Արծվիկ Մինասյանից մի 20 հորիզոնական ավելի բարձր ու լավ տեղ ունի, դա առհասարակ ամեն ինչ պատմում է, էլի ձեր քաղաքական ուժի արժեքների ու մնացածի մասին, ինչևէ։ Միակ այդ ուժը ունի վարչապետի հայտարարված տեխնացու Ռոբերտ Քոչյանը։ Նայեք դրա երկրորդ ուժը։ Կալուգացի այդ գործարարի ուժը կամ օլիգարխի ուժը, նայեք, մարդիկ ինչ որ տենց հեքիաթներ են պատմում, էս են անում, ինչ-որ մարդու անուն են տալի, որը փաստացի ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարա լինի падգամավորի տեխնացու, ոչ կարա լինի վարչապետի տեխնացու, ոչ կարա լինի падգամավոր, ոչ կարա լինի վարչապետ, չի կարա։ Նայեք երրորդ ուժը, Ծառուկյանի ուժը։ Ստեղ вообще ֆանտաստիկա է, ասում է, ունենք մի 5, 6, 7, 8, 10, 20 հատ վարչապետի տեխնացու ունենք, բայց անունը չենք տալի, չկա։ Այսինքն այս եռագլխի մեջ կա ընդամենը մեկ տեխնացու։ Եվ դա Ռոբերտ Քոչարյանն է, եւ ինչպես ճիշտ ասեց պարոն Խաչատրյանը իր հարցազրույցում, այդ միջև ընտրություններն են ասում, որ չեն ընտրելու։ Ու բայց այդ ընտրությունը ապահովելու համար որպես այդպեսին, որպեսի հանկարծ sense պրոմախ չլինի։ Մի հատ նայեք այն մյուս երկու գլուխների երկրորդ համարներին, ինչպես շատ ճիշտ նշեց իմ շատ հարգելի գործընկեր եւ մեր ոդկասթի համահաղորդավար Ռուբեն Ռուբինյանը։ Նայեք այդ ուժերի երկրորդ համարներին։ Կալուգացու ուժի երկրորդ համարը Արեմ Վարդևանյանն է։
Ռոբերտ Քոչարյանի անձնական փաստաբանը, նրա դաշինքի անդամ նախկին падգամավոր, նայեք Ծառուկյանի երկրորդ համարը, Անդրանիկ Թևանյան, Ռոբերտ Քոչարյանի նախկին падգամավոր ու առհասարակ ուղնուցուցով Քոչարյանական, էլի որպես այդպեսին։ Ցուցակների մեջ էլ կարանք խորանանք։ Ցուցակների մեջ է կարող խոնակ, օրինակ այստեղ հիշում եք մի հատ падգամավոր կար Ղազենյան ազգանունով էս դաշինքում, որ մի 20 անգամ առաջադրվեց հանձնաժողով պարոն Քոչ 14, լավ, կներեք, պարոն Քոչյան, 14 անգամ առաջադրեցին որպես Անդրանիկ Քոչարյանի տեղակալ մեր հանձնաժողովում։ Այդ падգամավորի հարազատ եղբայրը օրինակ, կամ այդ ցուցակը առհասարակ որ նայում ես, մի բան է ակնհայտ դառնում։ Դա հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է, ուրիշ բան չի։ Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է։ Ցուցակի հալալ կեսը հանրապետականներ են, այն մյուս կեսը քոչարյանականներն են, այն մի 3 հոգին էլ իրանց ընտանիքի անդամներն են ու վերջ։ Ու սրա մասին է ամբողջ կուսակցությունը։ Այս ինչ վերաբերվում է ընտրական ազնվության եւ ոչ միայն դրա մասին։ Թե ինչով են զբաղված այդ կուսակցությունները, որպես այդպեսին լսում ենք հակակոռուպցիոն կոմիտեի տարածած գաղտնալսումներում ու հաղորդագրություններում։ Ինչ հետաքրքիր ձևով են վերաբերվում իրենց համակիրներին, թեկուզ փողի դիմաց։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, նույնիսկ եթե փողի դիմաց, նույնիսկ եթե 100,000 դրամի դիմաց, նույնիսկ եթե 200,000 դրամի դիմաց, մարդիկ գալիս են ձեր միտինգներին, չի կարելի նրանց անվանել շուն ու շանգյալ, չի կարելի նրանց անվանել բոշա, չի կարելի ձեռառնել նրանց հագուստը, չի կարելի տենց ասել բոմժ, այսինչ հագուստով ես եկել մեր հանրահավաքին, մեր էլիտար հանրահավաք է եւ այլն։ Չի կարելի, դա վատ բան է, այդպես չի լինում, այդպես չի կարելի։ Եռագլուխ բառը երևի շփոթել եք, գոնե պետք է ասեք բազմագլուխ, որովհետեւ ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ճնշող մեծամասնության հասարակության դարձնել ընդդիմադիր։ Եվ եթե այդ ճնշող մեծամասնությունը դուք հայտարարում եք, որ պատերազմի կուսակցության անդամներ են, ուրեմն փոխեք այդ թիվը, շատացրեք։ Ես հասկանում եմ, որ միագլուխ կործանման բերած, աղետներ բերած ուժին փորձում եք իբր այսպես քանակական բաներ առաջ բերել, թվեր ներկայացնել, իրականությունը ցավոք սրտի այդպես չէ։ Պատերազմ բերողնել եք դուք, պատերազմ բերացնել եք դուք, աղետներ բերացնել եք դուք, կորուստներ բերացնել եք դուք, եւ այդ վարկաբեկումը ցավոք սրտի շարունակվում է եւ քանի գնում է նաեւ ցավոք ազգային ժողովն է իջնում շատ ցածր մակարդակի վրա։ Իհարկե դուք հակադարձություններ կանեք, կվիրավորեք, կմեղադրեք, դա ձեր ոչն է, դա ձեր էությունն է։ Դուք միայն այդպես կարող եք հասարակությունից հերթական անգամ խապելով, մանիպուլացնելով փորձեք ձայներ վերցնել։ Իսկ իրականությունը շատ ավելի խորը եւ շատ ավելի ծավալուն է, որտեղ վստահեցնում եմ ձեր վարկագիծը մերժման է արժանանալու։ Որ դեպքում քաղաքական ուժի գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է պարզաբանել լրագրողների հետ զրույցում։ Վահագն Հովակիմյանի խոսքով ընտրական օրենսգրքում հստակ գրված է, թե որ դեպքերում է մերժվում օրինակ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի գրանցումը, ինչ չափանիշների պետք է բավարարի կուսակցությունը կամ դաշինքը գրանցվելու համար։ Լրագրողները հետաքրքրվել են, թե հնարավոր է արդյոք, որ ընտրական հանձնաժողովը մերժի գրանցել ուժեղ Հայաստան դաշինքը։ Հանձնաժողովի նախագահի խոսքով նրանք խոսում են մի երևույթի մասին, որը կապ չունի ընտրական օրենսգրքի հետ, եւ դա իր տիրույթը չէ։ Ճշտող հարցին ինչպես կարող է չեղյալ հայտարարվել կուսակցության գրանցումը, պատասխանել է, որ երբ կուսակցությունը պատշաճ ներկայացնում է փաստաթղթերը, գրանցվել է եւ դրանից հետո կուսակցությունն ընտրական օրենսգրքով սահմանված խախտումներ է թույլ տալիս, օրինակ պարզվում է, որ փաստաթղթերը կեղծված են։ Հովակիմյանը պատասխանել է հարցին, արդյոք կաշառքը կարող է նման պատճառ համարվել։ Կուսակցության գրանցումը եւ կուսակցությունը փաստաթղթերը ներկայացնում է պատշաճ գրանցում է, դրանից հետո եթե կուսակցությունը ընտրական օրենսգրքով սահմանված այնպիսի խախտումներ է թույլ տալիս կամ ասենք պարզվում օրինակ որ փաստաթղթերը կեղծված են, եթե այս դեպքը կամ այնպիսի ընտրական օրենսգրքի այնպիսի համակարգված խախտումներ է թույլ տալիս։ Օրինակներ կասեք մի քանի։ Օրինակ կաշառքը կարող է լինել այդ օրինակներից։ Ես քանի որ դա
հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, քան որ յուրաքանչյուր դեպքը, յուրաքանչյուր երևույթը պետք է փաստերով քննվի։ Ես ընդհանուր առմամբ ընդհանուր առմամբ դեպքերը, որոնք կարող են կրկնում եմ, ընտրական օրենսգրքի համակարգված խախտումներ, կեղծարարության, նախապատրաստման եւ նման գործիքակազմեր, այսինքն համատարած հետեւողական կաշառքի բաժանումը, պարոն Հովակիմյան։ Կրկնում եմ, ընտրական օրենսգրքի համակարգված քաղաքական ուժի կողմից, այսինքն ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժի կողմից։ Այդ դեպքում, նման դեպք ունենալու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, բայց կրկնում եմ, դա պիտի լինի փաստերի, ծանրակշիռ փաստերի պարագայում, կարող է նման բան տեղի ունենալ, դա պետք է լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումից հետո։ Դատարանի որոշումը, այս դեպքում վարչական դատարանը գործը քննում է, այսպես ասենք, արագ եւ 5 հոգանոց կազմով եւ վճիռը այս դեպքում ողջամիտ ժամկետով անմիջապես ուժի մեջ է մտնում, այսինքն նկատում եմ ինքը այդ նման գործերը երաշտյան բողոքարկման ինստիտուտով չեն ասում։ Դրա համար վարչական դատարանը 5 հոգա կոլեգիալ կազմով է քննում եւ անմիջապես վճիռը կազմից հետո այն անմիջապես ուժի մեջ է մտնում։ Բայց բացատրում եմ ձեզ, որ նման փաստեր ծանրակշիռ փաստեր պիտի լինեն արդեն գրանցված քաղաքական ուժի հետ կապված, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման փաստերի պայմաններում այլևս պարտավոր լինի դիմել Պարոն Հովակիմյան, եթե այդ փաստերը ենթադրվում է, որ այդ փուլում օրինակ, եթե լինեն պայմանական կաշառքի դեպքով, դրանք կլինեն նախաքննական, մի հատ ավարտեմ էլի, պարոն Հովակիմյան, դրանք կլինեն նախաքննական փուլում գտնվող գործեր, քրեական գործեր, այսինքն դժվար թե կարճ շրջանում հասցնի դատարանը ինչ որ գնահատական տա, իսկապես դա եղել է, թե ոչ, այսինքն նախաքննության փուլ կլինի։ Այդ փուլում ոնց է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատելու այդ փաստերի իրավացիությունն ու դրանք դարձնելու դատարանը։ Դուք անդադ ինչ որ ենթադրություններ եք անում, ինչ որ տողատակով ինչ որ, չէ, ես ասում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի իր իրավունքները եւ պարտականությունները։ Դրանք ընտրական օրենսգրքով շահադրված են եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով անկախ թե դուք հիմի ինչ կներկայացնեք, ինչ եթեներ, կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ եթեներով է առաջնորդվում, ոչ ինչ որ վերացական սցենարներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է տվյալ իրավիճակում, տվյալ փաստերի հիման վրա։ Ծանրակշիռ փաստը ո՞րն է համարվելու։ Կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործելու է փաստերի հիման վրա, երբ որ կլինի որևէ գրանցված քաղաքական ուժի կողմից ընտրական օրենսգրքի ուզում ձևակերպումը հիշում ընտրական օրենսգրքից կազմակերպված եւ կանոնակարգված ես ձևակերպում չեմ շուտ կարող եք դուք բացել ընտրական երբ որ կլինի նման իրավիճակ ընտրական օրենսգիրքը պահանջում է որպեսզի նման դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկի եւ որոշում կայացնելու դեպքում դիմի դատարան։ Եթե նման իրավիճակ կլինի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պարտականությունը կիրականացնի, բայց ես լիահույս եմ, որ մեր քաղաքական ուժերը բոլորը կգործեն ընտրական օրենսգրքի շրջանակներում, եթե անգամ կլինեն անհատներ, որոնք օրենքով պատասխանատվության ենթադրող գործողություններ կանեն, այդ անհատները կենթարկվեն պատասխանատվության, բայց քաղաքական ուժերը կգործեն ընտրական օրենսգրքով սահմանված խաղի կանոնների շրջանակներում եւ քաղաքական ուժերը թույլ չեն տա ընտրական օրենսգրքի համակարգված, այսպես ասած, խախտումներ։ Ես ավելի լավատես եմ մեր քաղաքական ուժերի, այսինքն ավելի իրենց մասին լավատես եմ, քան կարծում եմ։
Բավարար ժամանակ դեռևս չի եղել յուրացնելու նոր սահմանադրության նախագծի տեքստը, անել համապատասխան առաջարկներ, որոնք միտված են լինելու դրա փոփոխությանը, դրա մշակմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարը։ Տարակարծություններ միշտ կան, որովհետև միանձնյա որոշումներով առաջ չենք շարժվել, երբեք եւ առաջ չենք շարժվում։ Յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության շուրջ տարաձայնություններ լինում են եւ դրանք քննարկվում են, լուծումներ են գտնում, ասել է Սրփուհի Գալյանը։ Բավարար ժամանակ դեռևս չի եղել յուրացնելու տեքստը, անելու համապատասխան առաջարկներ, որոնք միտված են լինելու դրա փոփոխությանը, դրա մշակմանը։ Ինչի շուրջ է տիկին նախարարետ քննարկումները։ Տարակարծություններ միշտ կան, որովհետև մեկանձնյա որոշումներով առաջ չենք շարժվել, երբեք եւ առաջ չենք շարժվել։ Ինչի շուրջ է։ Յուրաքանչյուր օրենսդրական նախագծի շուրջ տարաձայնություններ լինում են եւ դրանք քննարկվում են եւ լուծումներ են գտնվում։ Սահմանադրությունը այդ ծավալով անհնար է, որ տարակարծություններ, այո, գիտեմ, ուշանում ենք, բայց չի հետաքրքրում լրագրողներին։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 3 ամսով որոշակի սահմանափակումներով։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Գործարար եւ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Կարապետյանի գործով նիստը։ Դատարանի բակում Կարապետյանի աջակիցներն ակցիա են իրականացրել, պահանջելով ազատ արձակում։ Բախում է սկսվել ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև կան բերման ենթարկվածներ։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ 17 անձ ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը որակել է պատմական Լիբանանի համար, ինչպես նաեւ լիբանանյան Հեզբոլլահ շարժմանը կոչ է արել իրեն լավ պահել։ Թեմայի շուրջ Թրամփը երկու առանձին գրառում է արել Truth Social հարթակում։ Կարող էր պատմական օր լինել Լիբանանի համար, լավ բաներ են տեղի ունենում, գրել է Թրամփը։ Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ սպանությունները կդադարեն եւ վերջապես խաղաղություն կհաստատվի։ Հուսով եմ Հեզբոլլահն իրեն լավ կպահի այս կարևոր ժամանակահատվածում։ Դա հրաշալի պահ կլինի նրանց համար, եթե այդպես վարվեն, այլևս ոչ մի սպանություն, պետք է ի վերջո խաղաղություն հաստատվի, նշել է ԱՄՆ նախագահը։ Իսրայելի եւ Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1.5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին, Իրանին աջակցող Հեզբոլլահ շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։ Չնայած պայմանավորվածությանը, Լիբանանից հայտնել են հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Իրանի, Հորդանանի, Կատարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաեւ Եվրամիության երկրների ներկայացուցիչները ողջունել են Իսրայելի եւ Լիբանանի միջև ձեռք բերված 10-օրյա հրադադարը։ Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի մասին հայտարարությունը եւ հիշեցնում, որ Լիբանանում պատերազմի դադարեցումն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Պակիստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրի մի մասն էր, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Կատարը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ողջունել են հրադադարի համաձայնագիրը, բարձր գնահատելով դիվանագիտական ջանքերը, որոնք բեկում մտցրեցին։ Եվրամիությունը հրադադարի մասին լուրը համարել է թեթևացում, նշելով, որ հակամարտությունն արդեն բազմաթիվ կյանքեր է խլել։ Այժմ մեզ անհրաժեշտ է ոչ միայն ժամանակավոր դադար, այլև դեպի մշտական խաղաղություն տանող ճանապարհ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Իր հերթին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ողջունել է Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարի շուրջ հայտարարությունը որպես հիանալի նորություն, որը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդության շնորհիվ։ Հրադադարը ողջունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի ԱՄՆ-ն ապագայում լինի դաշինքի իրենց հուսալի դաշնակիցը։ Այս մասին ասել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այժմ որոշակի տարաձայնություններ կան ԱՄՆ-ի եւ դաշինքի մյուս անդամների միջև, սակայն միայն միասին լինելով այդ երկրները կարող են իրենց ապահով զգալ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շատ լուրջ վերանայման կենթարկի ՆԱՏՕ-ի շրջանակներում վարվող կուրսը։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Հյուսիսատլանտյան դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, թեև ԱՄՆ-ն տրիլիոնավոր դոլարներ է վճարում ՆԱՏՕ-ի համար։
Մոտ 2000 նավ 20000 նավաստիներով արգելափակված է Պարսից ծոցում Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։ Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին, նա այն անվանել է օրհասական հատկապես անձնակազմի 20000 անդամների համար, որոնք գտնվում են Պարսից ծոցում գտնվող գրեթե 2000 նավերի վրա, որոնք նրանք չեն կարողանում դուրս բերել նեղուցով։ Դոմինգեսին հարցրել են հակամարտության կարգավորումից հետո նավերի դուրսբերման կազմակերպման մասին։ Նրա խոսքով կապլան, որը քննարկվում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի եւ Օմանի հետ։ Ադրբեջանի հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ընդգծել է հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Մենք պահպանել ենք սերտ շփումները եւ բոլորին կողմնորոշել այն բանին, որ հարաբերությունները անհրաժեշտ է զարգացնել։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մոտակա հարևաններ են։ Մեր հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա։ Նույնիսկ տխուր իրադարձությունները մնում են անցյալում եւ բացում նոր հնարավորություններ զարգացման համար, որին արժանի են երկու երկրներն էլ, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Armflix-ում անակնկալները շարունակվում են։ Ապրիլի 19-ից կցուցադրվի 16 մասից բաղկացած 13 վայրկյան կատակերգությունը։ Ինչի մասին է ֆիլմը տեսանյութում։ Պրեմիերա Armflix կինոհարթակում։ Ապրիլի 19-ից հարթակում կցուցադրվի 16 մասից բաղկացած 13 վայրկյան կատակերգությունը։ Գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղչյանն է, ռեժիսորը Հովհաննես Ղազարյանը, գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանը, սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանը, երկրորդ ռեժիսորը Ալեքս Պետրոսյանն է, բեմադրող օպերատորն Էդգար Գրիգորյանը։ Գլխավոր դերերում սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Լիանա Վանոյանն են։ Դերերում Իշխան Ղարիբյան, Սարգիս Մանուկյան, Մարտին Բաբախանյան, Անդրանիկ Հակոբյան, Մուրադ Նադիրյան, Մկրտիչ Քեբաբչյան, Ջուլիետտա Ստեփանյան, Օլյա Հակոբյան եւ ուրիշ հայտնի դերասաններ։ Այս նախագիծը տարբերվում է հայկական շուկայի մյուս կատակերգություններից նրանով, որ ինքը ոչ թե հեռուստատեսային ամերիկյան սիթքոմի կանոնների նախագիծ է, այլ ինքը եվրոպական իրադարձությունների կոմեդիա է։ Ես միշտ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողը այդ տարբերությունը հասկանա ու հիմա լավ առիթ է, որ այդ տարբերության մասին երկու բառ ասեմ, գոյություն ունեն հեռուստատեսային սերիալներ եւ բազմասերիանոց ֆիլմեր։ Մենք շատ հաճախ այդ երկու հասկացությունները իրար հետ խառնում ենք ու հիմա շատ կարևոր է հենց այս նախագծի հետ կապված այդ շեշտը, որ ինքը հեռուստատեսային սերիալ չի, ինքը բազմասերիանոց ֆիլմ է եւ իր տեխնիկական եւ դրամատուրգիական եւ բովանդակային այդ ամեն ինչով եւ վիզուալ ամենավերջում, երբ որ հեռուստադիտողը կամ դիտողը տեսնելու է կադրը, ինքը բազմասերիանոց ֆիլմ է։ Ամենակարևոր բանը մեր շուկան, սերիալների շուկան սկսում է փոխվել ու առաջինը բացի կադրի որակ եւ այլն, ամենառաջինը, որ էպիզոդիկ տեսարաններում նկարահանվում են բացառապես դերասաններ։ Չկան մարդիկ պատահական, ովքեր որ գալի ուղակի տեքստ են ասում, բոլորը դերասաններ են ու հեռուստադիտողը, հանդիսատեսը իրեն շատ ծանոթ դեմքերի կտեսնի, բացի Մկոյից ու Լիաննայից, շատ անակնկալներ կտեսնի։ Կատակերգության գլխավոր հերոսուհին քնիչ Մոնիկան իր գործընկեր Սերոփի հետ արդեն երկար ժամանակ աշխատում է թմրանյութերի ամենամեծ ներմուծողին բացահայտելու ուղղությամբ։ Սակայն հերթական հանցանքը բացահայտելու Մոնիկայի ջանքերը կարծես թե ապարդյուն են, քանի որ Սերոփին ուզում են վերացնել, եւ Մոնիկան դիմում է Մայսի օգնությանը, որը համակարգի լավագույն կրիմինալներից մեկն է, նախկին սպա, որն այժմ չի աշխատում։ Պարոն Մայս, ես ոստիկանությունից եմ, հատուկ բաժնի քննիչներից։ Ես էլ միս Եվրոպան եմ հասարակացային Գվինեայից։ Քո տանը ամեն ինչ իդեալական է։ Իսկ ինչ կապ ունի այդ իմ ամուսնանալու հետ։ Դե ամեն ինչ այնպես է դասավորված, որ տղամարդու համար տեղ չի մնացել։ Սակայն ամեն բան գնալով ավելի բարդ ու վտանգավոր է դառնում։
Աստիճանաբար բացահայտելով գործի մանրամասները, մայիսին պարզ է դառնում, որ հանցագործության հետևում կանգնած է քաղաքի ամենախոշոր կրիմինալ խմբերից մեկի ղեկավարը։ Իսկ երբ պարզվում է, որ նրա հետ գործակցում է նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, Մայիսն ու Մոնիկան կարծես թե հայտնվում են անելանելի դրության մեջ։ Մայիսը նախկինում ստացած կոնտուզիայի պատճառով երբեմն կորցնում է իրականության զգացումը եւ այն տևում է ընդամենը 13 վայրկյան։ Այս պահերին Մայիսը մեկ մոռանում է ամեն ինչ, մեկ ընկնում այլ իրականության մեջ եւ նրա աչքին անցորդները կարող են երևալ որպես նախկին օպերացիայի հանցագործներ։ Երբեմն Մայիսը ոչ ոքի չի ճանաչում եւ պարզապես թաքնվում է երևակայական գրակոծներից։ Այնուամենայնիվ այդ հանգամանքը չի խանգարում գործի մեջ միավորված երկու մարդուն՝ Մոնիկային եւ Մայիսին, բացահայտելու հանցագործության մեղավորներին։ Եվ այս ամենը տեղի է ունենում ծիծաղաշարժ ու զավեշտալի պատմությունների արդյունքում։ Ֆիլմը խոստանում է բարձր տրամադրություն, այն հագեցած է բուռն ծիծաղով եւ անթիվ հումորային դրվագներով, իսկ Մկոն ու Լիանան իրենց անզուգական խաղով եւ կատակերգական դրվագներով յուրաքանչյուր էպիզոդում կզվարճացնեն բոլորին։ Շտապեք բաժանորդագրվել կինոհարթակին եւ ապրիլի 19-ից դիտել կատակերգությունը։ Չէ, այս հաստատ դժբախտ պատահար չի։ Ես երդվել եմ, որ գործընկերոջը սպանողներին պիտի բացահայտեմ։ Գլուխն ուտել է, կոմայի մեջ գցել է չի։ Ես պայից սկսած դու արձակուրդում ես ու ոչ մի կապ չես կարող ունենալ այդ թմրանյութի գործի հետ։ Ես գիտեի, որ մի օր գալու եք իմ հետևից, բայց դուք դեռ Մայիս Հարարատովիչին լավ չեք ճանաչում։ Հուսով եմ հասկանում ես, չէ՞, ինչ հետդ կկատարվի, եթե հանկարծ այդ կենթանին խոսեց։ Դու գիտես խեն ինչ ճանճաց ասում։ Հա, որտեվ դու քո հետևից ամեն ինչ ջնջում մաքրում ես։ Պարոն Մայիսի զուր եք նեղացել համակարգից։ Համենայն դեպս ձեզ թոշակի են ուղարկել առողջական խնդրի պատճառով։ Հիմա կպարտի, առաջ! Բայց ոնց հասկանամ։ Ինչպես միշտ դժվարությամբ։ Ասեմ հետ ծիծաղելի չի։ Դզես! Դες ավելի հետաքրքիր է։ Հնդրվոսանք հետ խաղ չն ավել է, ամինան։ Երկու հոգի քթների տակից մահճակալով հիվանդ են փախցնում։ Այդ նրանից է, որ չեր զգուշացրել, թե ում այդ գործ ունեք։ Ձեր պրիստուպի մասին միակ հստակ տեղեկությունն այն է, որ տևում է ուղիղ 13 վայրկյան։ Դիմացեք մնաց 6 վայրկյան։ Ես էլ 3։ Ես արդեն ասեցի, ինձնից հույսդ կտրիր։ Հայաստան շատ մեծ քանակի թմրանյութ է մտնում։ Եվ եթե մենք նույն պահին չարգրավենք, այն կտարածվի ամբողջ երկրով եւ դուրս կգա վերահսկողությունից։ Ուզում եք ասել։ Ես գործի մեջ եմ։ Վայ, մոռացել էի պարկինգի վրա դնեի։ Իսկ այսօր Armflix-ում մեկ այլ պրեմիերա է, բաց չթողնեք չափազանց հետաքրքիր սյուժեով հաշվեհարդար կրիմինալ դրաման։
Եվ եղանակ օդի ջերմաստիճան առաջիկա օրերին կբարձրանա 3-ից 6 նիշով, Երևանում վաղը կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-ից 21-ը ժամանակ առ ժամանակ, իսկ ապրիլի 22-ի գիշերը սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյանները անց վերլուծությունն է, բաց չթողնեք։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր։